Տրադիցիոներ մարդիկ նեղվում են, բայց Ռաբիզ ազգաբնակչությունը շարունակում է իրեն լավ զգալ։ Սև կոշիկ, սև շալվար, սև փայլուն վերնաշապիկ ու սպիտակ թաշկինակ։ Ահա շարքային Ռաբիզի իմիջը, բայց եթե թվում է, որ Ռաբիզի սպիտակ թաշկինակը գտնվում է սև շալվարի գրպանում, ապա դուք սխալվում եք։ Իսկական Ռաբիզոպտերիքսը 3 տակ ցալած թաշկինակը տարվա այս եղանակին պետք է պահի վզի վրա, սև փայլուն վերնաշապիկի օձիքի տակից։ Ու ամենակարևորը, այդ թաշկինակով նա ժամանակ առ ժամանակ պետք է սրբի փայլուն կոշիկի վրայի փոշին։ Բարի երեկո, եթերում Դիխրաֆոսն է։ Մեզ տուն պետք չի, մենք հաուզ ունենք, մեզ տրանսպորտ պետք չի, մենք տրանս ունենք։ Սա է մեր անկանխատեսելի երիտասարդ պսևդոիրաժիշտների ալֆան և օմեգան, խոսքը Opel մեքենաների մասին չէ։ Տեսապլթիկն ինչպես բոլոր երազանքախապ եղած կատարողների և ռեժիսորների մոտ սկսվում է տիտրերով։ Իմիջիալոց դա շատ պարզ բացատրություն ունի։ Ստեղծողներն ի սկզբանե վստահ են, որ կլիպը ոչ մի նորմալ երաժշտական ալիքով մեկա չի հեռարձակվելու, քանի որ իրեն հարգող ալիքը արդեն վրան դրած տիտրերով կլիպ իհարկե ցույց չի տա, իսկ ընկերական հեռարձակողները կամ դեմից կկտրեն, որ տիտրերը չերևա, կամ էլ այդ մասում իրանց ֆիրմենի տիտրերը կդնեն, որոնք որպես կանոն կփակեն էկրանի 99%-ը։ Խումբը կոչվում է Սերժ K։ Ամենանդեպս ես այդպես կարդացի տիտրերին։ Ինչու Սերժ, որովհետև երևի ես խմբի տուզի անունը Սերժ է, իսկ ինչու K, ես կարծում եմ դուք հասկացաք։ Սա այն բացառիկ դեպքերից է մեր հաղորդման մեջ, որ հնչելու է երգ առանց բառերի, ինչը չի կարելի թերագնահատել։ Հաստատ կարելի է ասել, որ ավելի լավ է բառեր չգրել, քան գրել այդպիսի բառեր, ինչպիսին այս երաժշտությունն է կամ վիդեոն։ Քանի որ հնչելու է միայն երաժշտություն, ապա ես կխոսեմ միայն կլիպի գեղարվեստական արժեքների մասին, իսկ ստեղծագործությունից ասեմ միայն, որ եթե Սերժ K-ն մտածում է, որ սա ակումբային երաժշտություն է, ապա նա չի սխալվում։ Այսպիսի երաժշտության տեղը իրոք որ գյուղական ակումբներն են և ոչ ավելին։ Տեսահոլովակը նկարահանված է նարդի խաղացող Փեսա աներոջ մասին պատմող հայտնի անեկդոտի հիման վրա։ Փեսան դուշեշ է բերում և կրում աներոջը, ապա պատրաստվում գնալ տուն կնոջ հետ ռոմանտիկ հանդիպում անցկացնելու, սակայն աները այդ մի հարվածին կարող էր չդիմանալ։ Կլիպը դիտելիս հասկանում ենք, որ ամեն ադաթավոր հայի պապական տանը պետք է լինի երկու բան՝ նարդի և բեյսբոլի մահակ։ Բա ոնց, մեր պապերը մինչև քնելուց առաջ մի հատ բեյսբոլ չխաղային, մի հատ Ռեդ Սոքսի խաղ չնային, էդ օրը օր չէր լինի։ Կլիպի վրա
վրա ծախսվել է 50-ից 70 ԱՄՆ դոլար, նայած թե որորն են վերնիսաժ գնացել առևտուր անելու։ Բնականաբար ֆինանսներն ինչպես միշտ նեղել են եւ նորմալ հեռուստացույց, սառնարան կամ պահանան ջարդելու համար նկարահանող խմբի թափը չի երիկել։ Ուշադիր հեռուստադիտողը կնկատի, որ կլիպի ընթացքում ջարդվում է երկու հեռուստացույց, սակայն մինչ այդ սենյակում ընդամենը մի հեռուստացույց էր։ Ինչ արած, ռեժիսորը փորձել է Սերժ K-ի կլիպը սարքել ավելի K, ինչը նրա մոտ ճիշտն ասած ստացվել է։ Անհասկանալի է հարևան աղջիկների պահվածքը տեսահոլովակում, լսելով որ կողքի սենյակում տղամարդիկ փշրում են տան եղած չեղածը, նրանք եւս որոշում են տան բմբուլները քամուն տալ բարի բուն իմաստով, ինչպես ասում են, լավ բան չեն սովորի։ Ինչքան էլ որ սպասվում էր, բայց կլիպի հերոսները վերջում իրար գլուխ չջարդեցին, ինչը ցավալի է։ Դե իսկ ես այս Սերժ K-ից հետո պետք է նկատեմ, որ այս շոու բիզնեսում նորմալ կատարողները գնալով պակասում են, իսկ քն գնալով շատանում։ Հերթական իմաստազուրկ մի քանի րոպեն իրար գտած երգչիստից ու ռեժիստրից, հոլովակ, որը տեսնելուց հետո Եվրախորհուրդը հաստատ կպահանջի մահապատժի վերականգնում։ Հա, մի բան էլ, եթե ձեզ թվում է, որ շշնջալով կարող են երգել միայն անձայն ու անսլուխ երգչուհիները, ապա հաստատ սխալվում եք։ Պարզապես ապշեցնում է երգի բառերի եւ երաժշտության դեգրադացիան, հաշվի առնելով, որ արդեն 2006 թվականն է։ Այդ ֆոնի վրա արդեն թվում է թե անիմաստ է դառնում խոսել կլիպի ռեժիստրական մասից, բայց ես կանդրադառնամ նաեւ դրան։ Երգչիստի իմիջմեյքերը հավանաբար եկել է մեզ մոտ հեռավոր 1816 թվականից, քանի որ նման անտանելի ակնոցներ, բանդանաներ ու տաբատներ այդ թվականից ի վեր իրեն հարգող տղամարդը չի ակնում։ Տղամարդը Doch koşun çok lütfen Lusa batne re
Կարծիքով նման երգիչների նման տեսահոլովակները պակաս վնաս չեն պատճառում աճող սերնդին, քան կազինոները։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ կառավարությանը, որպեսզի արգելի նման մխտաբլխտոժողովային երևույթների ցուցադրումը Փարաքիարի ծեսկոմ կամ գոնե տարիքային սահմանափակում մտցնի, որ 95 տարեկանից փոքր մարդիկ սենց կլիպեր չնայեն։ 95-ից բարձրերին արդեն կարելի է, մեկա կորցնելու բան չկա։ Իսկ հիմա կխնդրի երոստայկրաններից երանային առանձնապես կոպիտ տղամարդիկ և էկրաններին մոտենային զգայուն, զգացմունքային և փափուկ տղամարդիկ, ձեզ համար տղաներ։ Դե և մեր ավանդական Վիկտորինան, ինչ է պետք անել այս երկի հեղինակների և կլիպի ռեժիսորի հետ, որ նրանք էլ նման գործերով չզբաղվեն։ Անձամբ ես առաջարկում եմ բացել շոու բիզնեսի անտաղանդ զավակների օգնության հիմնադրամ և ամսական մեկ կլիպի գումար փոխանցել նման մարդկանց, որ հանգիստ գլուխները կախապրեն ու երկելու կամ կլիպ նկարելու մասին էլ չմտածեն։ Ինչ ես դու ինձանից ուզում, ինչ ես դրել ու ինձ խեղդում, իսկ դու մեզանից ինչ ես ուզում, այ աղջիկ, ինչ ես դրել ու այ երգում, ինչքան կարելի է, մենք էլ մարդ ենք, չէ վերջապես։ Հա, քանի չեմ մոռացել, ռեժիսոր, այդ որ բալերինաներին դոհոլչիների հետ նկարել ես, ասեմ, որ արդեն 40 տարի է այդ խնդալու չի։ Տեսահոլովակը նկարահանված է, դե փողը աշխատում են կելի սկզբունքով, անտաղանդ քաստինգ, բարբարոսական գրիմ, օպերատորի տաղտկալի աշխատանք, դե ես ռեժիսորի մասին խոսելն ավելորդ է, ինչ խոսանք, եթե մեկը ինքը իր անունը տիտրելում գրելու է։ Ճաշխարհման եկա, շատեղերում ես եղա, կարոտով ես ետ եկա, մայլի տղա քեզ տեսա ու թեքվեցի, ճանապարհից շեղվեցի, հանց պահեցի, դե արի ու դիմացի։ Տեսահոլովակում խառնված են ժամանակաշրջաններն ու ոճերը, տեսակներն ու ցեղերը, ընտանիքներն ու սեռերը։ Օպերատորը խառնվել է պարողներին, երգչուհին վարորդներին, իսկ ռեժիսորը խառնվել է իրար, բայց շարունակում է նկարել, քանի որ փողը տված է։ Քեզ ես շատ կսիրեմ, բոլորին հետ կուղարկեմ, շաշարման եկա, շատեղերում ես եղա, կարոտով ես ետ եկա, մայլի տղա քեզ տեսա ու թեքվեցի, ճանապարհից շեղվեցի, հանց պահեցի, դե արի ու դիմացի։ Տեսնես յարս ինչ անում, ես կյանքից բան չեմ հասկանում, խոստովանում է աղջիկը։ Մենք էլ քեզանից չենք հասկանում, աղջիկ ջան, դու երգելուց ոնց որ սիրամարգը բոբսլեյ քշելուց։ Չնայած չէ, այդքան կոպիտ չէ, սիրամարգը կնեղանա։ Դիմացի, թենթաղում մեր դիմացի, տեսնես յարս ինչ է անում, ես կյանքից բան չեմ հասկանում, այ տղա ինձ բան մի ասա, խնդրում եմ ինձ հետ մի խաղ։
Եվ կրկին դհոլ ու բալետ առաջարկում եմ բոլորս միար թեթև ծիծաղենք այդ կտորի վրա, թե չի ես գիտեմ, ենքար են ցույց տալու, որ համահանել, ռեժիստրը ուշադիր, հիմա ծիծաղալու ենք դհոլով ու բալերինաներով կտորի վրա, հատուկ քո համար, 3-4 Աշխարհը ման եկա, շատ տեղերում ես եղա, կարոտով ես ետ եկա, մայլի տղա քեզ տեսա ու թեքվեցի, ճանապարհից շեղվեցի, հայնց պահեցի, դե արի ու դի։ Իսկ հիմա մեր այսօրվա Վիկտորինայի երկրորդ հարցը, քանի անգամ է պետք այսպես ավլովակը ցույց տալ Մալատայի շուկայի խալիների բաժնի ռիտատային, որ խալում 1 քառակուսի մետրի գինը իջնի $2, հարցին ճիշտ պատասխանողը կստանա 1 տուփ էլիտար լուցկի, Փոլ Բաղդադյանի նկարով։ Դե իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ հիշեցնում, որ մեր մշտական ուղեկիցն է Դիխլաֆոս աննախադեպ չստիկները, Դիխլաֆոս ջուստ, տալիր ժամանակին համահոտ։